Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով իմ հյուրն է ավանդույթի համաձայն Հայկ Նահապետյանը։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես շատ ծանր շաբաթեր, իսկապես շարունակվում են խոշտանգումները, շնորհած գերիներից 4 հոգի վերադարձան, մենք հիմա դրա մասին առանձին կխոսենք, բայց խոշտանգումները շարունակվում են եւ բանտարկյալների, քաղբանտարկյալների նկատմամբ եւ նաև հարձակումները, փոխծությունը եւ տիրադավությունը եւս շարունակվում է Նիկոլի կողմից։ Երևի սկսենք եկեղեցու թեմայից, գիտեք, ես միշտ ասում եմ, ես կարող եմ ունենալ շատ հետաքրքիր հյուրեր, շատ խելոք բաներ ասեմ, բայց մեկ է ժողովրդական իմաստնությունը ինքը միշտ բարձր է եւ հաղթում է։ Երեք հետևում էի, թե ինչ է տեղի ունենում Չարենցավանում։ Չնայած լավ էր, մեր գործընկերներից մեկը հիշում եք իր ճեպազրույցի հարցազրույցի ժամանակ ջրբաններ էր խոսել ու հարցը խնդրել էին իրեն ուղղակի, որ ինչ որ տեղը չգնա։ Նիկոլին խնդրում են, էլի, խնդրող անձը ինքը Չարենցավանց է, Մակարյանի մասին։ Խնդրում են, ասում են, մի արի էլի, էլ ոնց բացատրեն այս մարդուն, որովհետև իսկապես պետք է չհոգնել անverջ Նիկոլ Փաշինյանին հուշել, որ դու այ ընկեր, դու իսկապես իրավիճակին չես տիրապետում, դու սխալ ինֆորմացիա ունես, եթե գալիս են ուժայինները եւ ստիպելով, մեծ մասամբ ստիպելով, որովհետեւ մարդիկ կարող են աշխատանքից զրկվել, իրենց հաջողում է։ Հետո նկատել եք, պարոն Նահապետյան, գնալով ավելի քիչ մարդ է իրենց հաջողում հավաքել, այս վերջին անգամ ավելի խայտարակ վիճակ էր։ Ասում են ուզում են դիմեն տարբեր բուժ հաստատությունների, որտեղ մարդիկ, ասենք, երկարատև բուժման կարիք ունեն, ասենք հոգեբուժարաններում եւ այլն։ Այնտեղից մարդկանց բերեն, հետո նորից տանեն։ Կարող է թե չի չբացառել։ Ես չեմ բացառում, որտեղ մի նախադեպ եղել է այդ դեպք։ Այո, նախադեպ եղել է, մարդը անկեղծ ու պատկասում ինչքան ծանր վիճակում էր, որ մարդը խոստովանեց, որ իսկապես այս վիճակում իրեն, որովհետև գերեզմանատներին են դիմելու, պահակներին, ասեն կարողա ծանոթով այդ մարդկանց էլ կարողանաք բերեք ու տանեք, այս վիճակն է։ Բայց ինքը դե այստեղ ակնհայտ պարտվել է, մեծ փրթում էր, որ ես հոկտեմբերին այդ հարցը կլուծեմ։ Մայիսից էր գնալու, մայիս ամսից։ Շուտով մի տարին կլռանա։ Այո, ես, բայց այստեղ եկեղեցու հարցը չի մի այդ իսկապես բնաստային բան գիտակցում, զգացողությունը կա ժողովրդի մոտ, գիտակցում կա, որ արմատից վերջնական ուզում են իրեն կտրել եւ զրկել եւ իրական երբեմն լուր, երբեմն աղմկոտ դիմադրություն կա, երբեմն շատ կոնկրետ ճակատային դիմադրություն կա, որտեղ մենք դա էլ ենք տեսել եւ խոսքով ենք տեսել եւ շատ կոնկրետ նաեւ գործով ենք տեսել, թե ինչպիսի դիմադրության է արժանացել։ Ինչն էր ուշագրավ Չարենցավանում, մի անհայտ կորացի մայր, ես ձեր թույլտվությամբ պիտի Նահապետյան մի քանի րոպե պիտի լսենք այս ողբացող կնոջը, որ դուք պատկերացրեք միայն որդին չկա արդեն 5 տարի անհայտ կորած է, ինչ տառապանքի մեջ է եւ ասում եմ միակ մխիթարությունս մնացել է հայ առաքելական եկեղեցին եւ հիմա դու եկել ես պղծելու, այսինքն Նիկոլ 4 կողմից քեզ մերժում են, քեզանից հրաժարվում են, քո պիղծ լինելը ընդգծում են, քո պղծությունը ընդգծում են եւ ուղակի քեզանից պահանջում են, որ մաքրվես, հա, այդտեղ շատ ուշագրավ է նաեւ, որ այդ կինը խնդրում էր վեհապար հորից, որ գնան դա, չգիտեմ, 10 րոպե թե կես ժամը ուղակի մաքրագործել։ Դա էլ է լավ բան, մի քանի եկեղեցում արդեն եղել է, չգնում են, այո, նման բան է։ Գյումրիում էր բան, գնում են հետևից, հիմա մի հատ կցուցադրենք դա։ Թալինում էլ այդ կնոջ խոսքը, թե ինչպես Մարիամ թե ինչպես է արձագանքում եւ ինչ է ասում, ինչպես է մերկացնում Նիկոլին եւ ինչ ընդունելության է արժանացել ինքը Չարենցավանում։
Լավ, թափթփված են աշխատում Արփին ու Մարիամը, միջև կգտնեն, ասեցի 24 նյութի են նյութնա, որտեղ որ են կինը խոսում եւ ներկայացնում է, թե ինչ վիճակա, դի պատրաստի դա ունենայիք, ասեցի, չի առաջինն եք ներկայացնում։ Ինչև է շատ ուշագրավ էր, միջև այդ կգտնեն, այդ կներկայացնեն, նաեւ գիտեք, որ Միքայել Սրբազանի գրությունը, չգիտեմ, դուք կներկայացնեք, թե ես ուղակի կետ առ կետ ինչպես եղավ արդեն ունենք, խնդրեմ, լավ, սա լինի, հետո անցնենք մի քարտը, խնդրեմ։ Որը ոչ տեղակոտակ գիտեմ առաջնորդը, բոլորս գիտեք, որ ինքը ունի զավակներ, տղա աղջիկ։ Չէ, այստեղ չէ։ Տղա Քյարամյանը, որը որ կոծկեց մեր երեխաների գործերը 5 տարի։ Սրա մասին չի խոսքը, կա մեկ ավելի բան, երկար նյութ կար, որտեղ ինքը սկզբից խոսում է։ Լավ, սա դրեք, հետո մյուսը սկիզբը կգտնեք։ Կարմիսի երեխում ճարեն, ացայտ են ճակատագիրը, իր տղայի թեպե գործով այլ ձեռքով աղել։ Ինքն արել է գործը իրանքի ծածկադել փոցալ է։ Նիկոլ Չելուկի հետ միասին։ Էլ չգիտեմ ինչ ասեմ, ասեմ այն մի հատ տեղը, որ ես ամեն Կիրակի բոլորը կհավաստիացնեմ, բոլոր եկեղեցու դուրս եկած հավատացյալ են։ Նախստեղ 50% չկա հավատացյալից, բոլորը շինծու բերվածներ են։ Ես ամեն Կիրակի գալիս եմ, եթե պետք լինի, ամեն Կիրակի կնկարեմ ուղարկեմ այն դեմքերը, ովքեր որ իրոք հավատացյալներ են ստեղի։ Այստեղ շինծու բերվածներ են։ Այստեղ 50% լինի մեր հավատացյալից, թե չլինի։ Այդ մարդիկ են եկել են իրենց աղոթքի համար, ես ոչ մեկին չեմ կարող, լավ են արել, մեր եկեղեցին մենք պիտի պահենք։ Նաև ասեմ, այս եկեղեցու զանգը որ կախել է իմ տեքոր տղան, որը 20 թվականին զոհվել է, այլ Նիկոլի թեթև ձեռքով Ջաբրայիլի զինվորայել է, Հադրութի վերի թաղավեր հատվածում երեխեն զոհվել է։ Այս պահին հափանում հողարկավորած Հարությունյան Զորիկ։ Ես ամեն ինչ փաստացի եմ ուզում։ Այսինքն դու ոնց ես եկել, այն եկեղեցին մտել եւ որ այդ ամեն երեխաները զոհբանը կախել, զանգը կախել, դու այսօր եկել ես այդտեղ պղծես։ Դրեմի մեր երեխու համար։ Ձեզ քայլին։ Այո, քահանան արտակարգ մարդ է, երեխեք։ Ես իրան ընդունում եմ իմ երեխու տեղ։ Ես իրան ավակ քույր կարող դիմեմ։ Ինքը միշտ իմ ընտանիքի կողքին ա եղել, իմ բոլոր ցավերին ականատես ա եղել, իմ բոլոր հատացումներին ականատես ա եղել։ Ինքը միշտ ասում էր, ես քո արդյունքը չեմ կարող տեսնել, Արտյակուր։ Ու հիմի այս երեխան ստիպված եղում այս ամեն ինչը, չգիտեմ ինչի համար եղնում, ինչ եղնում, ինձ չի հետաքրքրում։ Ես քաղաքականության մեջ չեմ ուզում մտնել։ Ինձ ամենակիչն է քաղաքականությունը հետաքրքրում, ինձ հետաքրքրում այն երեխան։ Բնես չի որ ես եկել եմ պաշտպանելու Գարեգինին, ոչ, Քավրիցի, ես Գարեգինին եմ, մենք մոտեցել ես հարցով մեր երեխեքի ոչ մի բան չի արել։ Նույնը, նույն մյուսները։ Ինչ վերաբերվում է Այսօր Արաքել arczepiskopos-ի, որը ոչ տեղակոտակի թեմի առաջնորդը, բոլորս գիտեք, որ ինքը ունի զավակներ, տղա աղջիկ։ Ունի տղա աղջիկ, այդ նույն տղա Քյարամյանը, որը որ կոչկեց մեր Օգնա, լավ, օգնա։ Տարի որ մենք ինչ չենք արմեսի երեխում ճարեն բացայտ են ճակատագիրը, իր տղայի թեթև գործով ա, ձեռքով ա եղել։ Ինքն արել է գործել իրանքի ծածկադել փոցալ է։ Նիկոլ Չելուկի հետ միասին։ Էլ չգիտեմ ինչ ասեմ, ասեմ այն մի հատ տեղը, որ ես ամեն Կիրակի բոլորը կհավաստիացնեմ, բոլոր եկեղեցու դուրս եկած հավատացյալ են։ Նախստեղ 50% չկա հավատացյալից, բոլորը շինծու բերվածներ են։ Ես ամեն Կիրակի գալիս եմ, եթե պետք լինի, ամեն Կիրակի կնկարեմ ուղարկեմ այն դեմքերը, ովքեր որ իրոք հավատացյալներ են ստեղի։ Այստեղ շինծու բերվածներ են։ Այստեղ 50% լինի մեր հավատացյալից, թե չլինի։ Այդ մարդիկ են եկել են իրենց աղոթքի համար, ես ոչ մեկին չեմ կարող, լավ են արել, մեր եկեղեցին մենք պիտի պահենք։ Նաև ասեմ, այս եկեղեցու զանգը որ կախել է իմ տեքոր տղան, որը 20 թվականին զոհվել է, այլ Նիկոլի թեթև ձեռքով Ջաբրայիլի զինվորայել է, Հադրութի վերի թաղավեր հատվածում երեխեն զոհվել է։ Այս պահին հափանում հողարկավորած Հարությունյան Զորիկ։ Ես ամեն ինչ փաստացի եմ ուզում։ Այսինքն դու ոնց ես եկել, այն եկեղեցին մտել որ այդ ամեն երեխաները զոհբանը կախել, զանգը կախել։ Դու այսօր եկել ես այդտեղ պղծես, ստոր, անիծվես դու քո 7 կորդով անիծվես։ Մեկը որ եկեղեցիներ գնաց քո մեղքը այնքան շատ է, դու չես մաքրվելու, դու պիղծ ես, դու սատանա ես։ Ես ամեն Կիրակի չկա տենց Կիրակի։ Ինչ պետք է այս կինը ասեց, խնդրեմ։ Գիտեք, իրոք ծանրավոր մարդը որդեկորույս հայրենիքի համար զոհված զինվորի ծնողների մոր անեծքին ու նզովքին արժանանում։ Կարող է Նիկոլը եւ իր նմանները այս ամեն ինչը որպես Գյուլնաստատի հեքիաթ են ընդունում, ասում են, դե խոսքեր ասեց էլի, ոչ մի բան էական չի լինի։ Բայց նա ով հավատում է Աստծուն, հավատում է իր խոսքին, հավատում է գրվածքին, այսպիսի բաներ անհետևանք չեն լինի, ընդ որում սերնդե սերունդ է գնալուց է։ Եվ այդ կնոջ խոսքերում որքան ցավ կար, կորուստ։ Ընդ որում ասեմ ձեզ, ինքը նաև հետաքրքիր է այդ եկեղեցու քահանայի պահով, որին եկել են, ճնշել են, որին փորձել են, որ միանա, հա, մոտ 500 մեր եկեղեցու ամուսնացյալ քահանաներից վերջնական դրանք ցուցակը տպեցին 24 հոգի։ Սա է ընդամենը եւ կարծում եմ եկեղեցու այդ այս պատերազմում
իրականում եկեղեցու դեմ չի, թե ավելի ոչ էլ վեհափար հայրապետի։ Իրականում ձեռնոց Աստծուն է նետված, որտեվ իր օցիալի վրա սուր բարձրացնում, նույնա թե Աստծո դեմ սուր բարձրացնի։ Պարտվելու է, այդտեղ երկրորդ կարծիք չկա։ Առավելս որ վեհափար հայրապետը եւ հարյուրավոր հոգեվորականներ, տասնյակ հազարավոր եկեղեցու հավատավոր ու նվիրյալ հետևորդներ կանգնած են, սարի պես են կանգնած։ Եվ օրվա իշխանությունները իրանց տերի հանձնարարականով չգիտեն ինչ անեն։ Ինչ անեն եկեղեցու, խնդիրը շատ պարզ է։ Առաջին քայլ վեհափար հայրապետի հրաժարական, երկրորդ քայլ եկեղեցու մասնատում, երրորդ քայլ նոր եկեղեցու ստեղծում իրանց կողմից իբր կաթողիկոսի։ Չի հաջողել արդեն մասնատել։ Ինքը ես ասում եմ, առաջ չկա մասնատում։ Հիմա 3 եկեղեցի ինքը կարողացել է գravel եւ այդ պատմությունը շարունակում է։ Այդ 3 եկեղեցին այդ գravel-ը խիստ հարաբերական է, որ պահին։ Մարդը բանալները դրել է գրպան է խուժանը։ Լավ, հիմա դրել է, ասենք ինչ։ Ասենք դրել է, հա։ Նույնը Մասիսին, ասենք, առաջատարանը չի զիջում, կոնկրետ նշանակել են, բայց 3 պատարակ էր տեղի ունեցել նորաբացում, լեփլեցուն, այսինքն ժողովուրդը մեկը։ Չէ, բայց դա գիտեք մյուս կողմից էլ ինքը հակառակ բան էլ ունի, էֆեկտ էլ ունի։ Այս կեցվածք ինչ որ իրենք անում են, սա ժողովրդի այն հատվածը, որի համար եկեղեցին հավատը, վեհափար հայրապետը դրանք արժեքներ են մեծագույն, իրենք արդեն կանգնում են։ Առանց շատերի համար կամ մի մասի համար դա երկրորդական բաներ, այտենց լուրջ չեն նայում, բայց վստահեցնում եմ ձեզ, որ Նիկոլի այս քայլերը իրականում նաև որպես վիրուս այն օրգանիզմի մեջ, որ ուզում են մտնեն, արտացնում է առողջ բջիջներին։ Եկեք գնահատենք այսօրվա ժողովուրդը եկեղեցու կողք կանգնած, վստահաբար 18 թվականի ժողովուրդը չի, համաձայն եք, իսկապես փոխվել ենք։ Եվ հետո այն ինչ ովքեր որ դուրս են գալիս, ես ուզում եմ շատակիրճ Հովանեսի 2:19-ից մի մեջբերում արել։ Շատ հստակ է ասում եւ հենց այս անձանց համար ասում։ Այն ժամանակ իհարկե կային որոնք որ ընդվզում էին հակաթոռ էին ուզում ստեղծել։ Ասում է, մեր մեջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետեւ եթե մեզնից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային։ Բայց մեզանից ելան, որպեսզի հայտնի լիներ, որ նրանք ամենքը մեզանից չեն։ Հստակ ասում։ Հավասիկ հիմա դուրս են եկել, 10 դուրս են եկել, 24 դուրս են եկել, բայց 500-ից 485-ից հանում ես 24, անում մոտ 460 քահանա ամուսնացել։ 55 քահանայից եպիսկոպոս, arczepiskopos-ից հանում ես 10, մնում է 45։ Սրանք նրանք են, ովքեր ընկրկեցին եւ մարմնավոր մտածեցին։ Ես չեմ կարծում, որ սրանց ուշքու միտքը դուրս գալն ա եղել, բայց իրենք պարտավոր էին հոգեվորով գնահատել։ Գիտեք, որ նաեւ համալրեց Հովնան arczepiskopos Տերտերյանը Միացյալ Նահանգներում ինքը հատկապես Լոս Անջելեսի հայությունը գիտես Սրբազանին գրում էին, չէ, որ այս մարդը պատրաստվում է միանալ։ Հիշում եք, ասում են, որովհետեւ այստեղ շատ լուրջ աշխատանք է տարել, այնտեղ Տեսպանը, Մակունցի հետ շան հարաբերություններ ունի, մամուլում էլ այդպիսի կաթողիկոս լինելու, բայց իր անցյալի հետ կապված այդ բաները մտածում է ինչը, ծածկադմփոցիով պիտի անցնի, դրա մասին որևէ մեկը չի հիշում, չի խոսում, չգիտի, հա, պարոն Նահապետյան։ Ինչի վրա է հույսը։ Չէ, չնայած եթե դու գնում ես համագործակցության այդպես պիղծ, տիրադավ երկիր ծախած սրիկատականքների հետ, բնականաբար մտածում եմ, եթե այս սրիկայակույտին ամեն ինչ մարսել են հիմա իր անցյալի հետ կապված այդ պղծություններն ինչա, որ ինքը չմարսի, չէ։ Դե այդպես մտածում այնտեղ, չգիտեմ, ինչ որ թեմաներ կան, բաներ կան, ես իհարկե չեմ պնդում, բայց այնտեղ մանկապղծություն է խոսում, ինչ որ շեղված ինչ որ բաների մասին են խոսում, ճիշտ է, կա այդպիսի բան։ Մեկը հանկարծ այս մարդը էսի հայտարարություն է տարածում, ուղղակի սատկացրել եւ ապտակել է, ինչ շռնդալից ուղղակի ապտակ հասցրեց իրեն, մերկացնելով բառիս բուն իմաստով Միքայել Սրբազանը, որովհետեւ շատ լավ գիտի այս տիրադավի, այսպես ասած, ուղն ու ծուծով լավ գիտի ով է ինչ է եւ պատկերացեք այդ վիճակում, ծանր հիվանդ վիճակում Միքայել Սրբազանը այնուամենայնիվ երկար բան բացատրելուց հետո գրել է կետերով հետո իբրև վեհափար հայրապետը պարտակել է Արշակ Սրբազանի վերանգրվող անպարկեշտ արարքը ճակերտների մեջ։ Ավելորդ է այս ծիծաղելի մեղադրանքին անդրադառնալ, որտեղ գոնե իր հետ համաձայնեցրեք, ասում է ձեր ասածը։ Մի տիրադավ հայտարարումա, որ վեհափարը պատվիրել է այդ տեսարանի
նյութը։ Իսկ մյուսը ասում է պարտակել է։ Այսինքն բան է, էլի, դեբիլների բան են։ Գործեք գոնե պայմանավորեք։ Մեկը գնում է մեծագլխի մոտ մտնում է, ասում է պարտակել է, այդ սրբազաններից մեկը։ Մյուսն էլ ասում է, չէ, բանը, մեկը ասում է, չէ, ինքն է արել։ Մեկն էլ ասում է, չէ, ինքը պարտակել է։ Ճիշտ է ասում Միքայել Սրբազանը։ Մի հատ կողմնորոշվեք, ասում է, ցավալիորեն կրկնվում է գլխավոր մոլագարի կողմից շրջանառության մեջ դրված այն թեզը, թե Վահապարը պարտադրված է ուրեմն բանին, աղան աբեղային, սա նույնպես պատճառ չի կարող լինել, որ սոս կարիտ, իսկ իրականություն է, որ նախկին աբեղայի կողմից իշխանություններին հասեին արված դժգոհություններին ի պատասխան, Վեհապարը պարզապես հարցրել է, իսկ այդ դեպքում ինչու դու եւ մայրը ցուցարարներում շարքում չեք, ուրեմն մեկ աբեղան գնացել է, անդադ բողոքել է, սա ինչա, եկեղեցու դեմ, Վեհապարը ասել է, դե եթե այդքան դժգոհ ես, դու ինչի նրանք շարքերում չես, սա գիտես ոնց են պտտացրել շրջել, որ իբրև թե Վեհապարն ասում է, դե գնացեք, պարտադրել է, դե գնացեք, սրիկա է, բան է, իրանման սրիկաների է հավաքի իրա շուրջես, բանը, ազգակործան պատուհասը, կուսակրոնության ուխտի խախտման մասին է խոսում, ես էլ է ճիշտ ասում, ես են թեմանա, որ մշտապես եղել է, արդյոք սրա համար է, եթե կուսակրոնություն խախտման մասին խոսեն, վայ, բա որ հանկարծ Այստեղ իհարկե փակագծերը չի բացում Միքայել Սրբազանը, բա որ հանկարծ սկսեն այս համապատասխանի նկարը արժեր գտնել եւ դնել, չէ, այդ պիղծ մարդու նկարը արժեր դնել, մի հատ ցուցադրել թե էս եւ ընդհանրապես հետեւություն պիտի անեն բանի Լոս Անջելեսի հայությունը գնան, այս մարդու պատարակին մասնակցեն, ամոթանք տան, չգիտեմ ստիպեն, ասեն, որ դու իրավունք չունես պղծելու հայ առաքելական եկեղեցին եւ դու ընդհանրապես ինչով ես զբաղված Հետո ասում է, փաստորեն հեղինակը անվերապահ հնազանդության Վեհապարը հայտնելու փոխարեն նույնը սկսել է հայտնել երկրի գլխավոր հանցագործը, որը կիսատ պրատ ինչ որ թղթիկը ճիշտ է ասում, որ փոխանակ բանի հիմա անվերապահ, այնտեղ մեղադրում է, բայց այստեղ անվերապահ ասում է բանի նկատմամբ, էլ ես պիղծ Տիրադավի Տիրադավ չի, այս դեպքում Նիկոլ ինչ ասեմ, եւ ազգակործանա եւ չգիտեմ ինչ 27 տարի շարունակ Վեհապարին քծնող, շողոքորտող խմբակը գոչ է Վեհապարի գործելավորիչ։ Իա, իրոք կասեր դասականը, ում հանդեպ այսօր Տիրադավներից ոմանք նույն հնազանդ կեցվածքն ունեն, ինչ ունեն այսօր գլխավոր մոլագարի նկատմամբ։ Այսինքն դուք երեսպաշտ եք, սուտ եք, կեղծ եք, մեկ բառով փարիսեցի, դուք այնտեղ Սրբազանի բանը Վեհապարի նկատմամբ միշտ կեղծ, շողոքորտ, համաձայն, բան, մեկ էլ այսօր այդ ամեն ինչում նկատմամբ է դրսևորվում ազգակործան պատուհասի նկատմամբ։ Սա պարզապես զրպարտություն է, Վեհապարը խոսքով եւ գործով միշտ բացառապես միշտ եղել է քաղաքականացման դեմ։ Սա ասում է, ես էլ եմ սա պնդում, որովհետեւ ես մշտապես լսել եմ դժգոհություն, ավելին ասեմ, ես չգիտեմ, դուք ոնց, ես էլ նաեւ անդադ ասում եի, այստեղ էլ գործիչներ կան, որ պիտի քայլանի, խոսի եւ այլն, բայց Իհարկե Վեհապարը մեզանից եւ շատ ավելի իմաստուն էր, եւ շատ ավելի խոհեմ էր, եւ շատ ավելի համբերատար էր, եւ իրազեկ էր, եւ ավելի, այո, շատ ճիշտ եք, շատ ավելի իրազեկ էր, եւ ինքը ինչքան էլ փորձում էին ներքաշել հայ առաքելական եկեղեցին քաղաքական process-ների մեջ, ինքը իրեն այդ ամենից հեռու էր, բան։ Մեկ այլ անհիմն եւ անհեթեթ մեղադրանք շատերը կպնդեն, որ հեղինակություն ճակերտավոր վարկաբեկել գոնե մի գրագետի ցույց տայք, որ վարկաբեկել, հա, նաեւ ցույց Ես ամենով հանդերձ, նաև ցույց է տալի, որ դու սովորական բանը, անգրագետ, տգետ մարդիկ եք սրբազան լինելով երկու ուղղագրական սխալները, որ չգիտեմ, տարասխալներով շատ անհաջող իմիջիալոց նկար դրեցիք։ Բան է, գլխավոր պատճառների մեծ պատճառը, տեսեք, չկա էլ չի կարող լինել Տիրադավը հերձված հանուն, եկե, հա, այստեղ համեմատություն է անում եւ ասում է, թե ում նման է եւ ում նման է սրանք եւ նաեւ այնտեղ մեկ այլ կարեւոր բան, որ ինչ աղանդներ են վխտում Լոս Անջելեսում եւ ինչ քաղաքականություն է վարում եւ ասում է, եթե դուք ազնիվ լինեք, կասեք, թե Վեհապարը ինչ ահռելի մեծ աշխատանք է արել եւ ինչու իրեն նախորդ այդ Վեհապարներից որևէ մեկը չնախաձեռնեց դա մայր տաճարի ամբողջ վերանորոգչական աշխատանքը եւ ոչ միայն վերանորոգել եւ կառուցել 328 եկեղեցի եւ այլն եւ էլի շատ կետերով ես իհարկե մեջում դրել եմ եւ խորհուրդ էի տվել որ անպայման ծանոթանալ որտեւ ոտքից գլուխ բան է անում մերկացնում է այս Տիրադավներին Ես արձագանքեմ կոնկրետ Միքայել arczepiskopos Աճապահյանի շատ ավելի անկրկուն եւ թիրախային թե ինչ են պատրաստում այսօր եկեղեցու դեմ գործողություններ անողները
շատ հետաքրքիր է եւ շատ հակիրճ ձևակերպում է տվել, բայց շատ հետաքրքիր է։ Ասում եմ, այո, եկեղեցին կենդանի օրգանիզմ է։ Բարեկարգության կարիք ունի միշտ։ Այս արձագանքումը, որ ասում են մենք եկել ենք բարենորոգենք, բարեկարգենք եւ այլն։ Սակայն օվկիանոսը դրսից մաքրել անհնար է։ Մանավանդ որ այն ինքն իրեն մաքրելու անբացատրելի հատկություն ունի։ Շատ հետաքրքիր է, էլի։ Այո։ Ինչ համացություններ է, շարունակությունը։ Նույնը վերաբերում է մանավանդ հայ եկեղեցուն։ Ասում են, մենք Տիրոջը չենք դավել, քանզի Տերը Քրիստոսն է։ Այս ուրացողների մասին։ Հիմա ուշադրություն։ Բողոքականություն բուրող այս հաստատումը ձեր դեմ է աշխատում։ Ուրեմն Տերն անկարող է իր եկեղեցին բարեկարգել եւ օգնության է կանչել ձեզ եւ ինչ որ մորագարի, որ իրեն լյութերի տեղ է դրել։ Ինչ ես ասում, ես կիսվեցի այս նյութը, մի օր էլ չի անցել, անչափելի արձագանքներ, տարածում եւ այլն եւ վերջում։ Ասում վեհապար հետ կարելի է եւ պետք է լինել գուցե հաճախ անհամաձայն։ Իդեպ որը Միքայել Սրբազանը բարբերաբար ուներ մինչև այս դեպքերը։ Այո։ Հիմա շարունակությունը։ Սակայն անհնազանդ երբեք։ Այս տարական ճշմարտությունն էլ չգիտեք, սակայն բարեկարգության մասին եք խոսում։ Ես կարծում եմ, այս դասական իմաստով են ինչ որ Միքայել arczepiskopos Հաճապյանն ասել է, սա ցույց է տալիս հավաքական առումով ամբողջ ընդգրկուն ցանկությունը բողոքականության հենքի վրա նոր եկեղեցի սարքելը, բղծությունը, դավաճությունը, քծնանքը, ուրացումը, շահամոլությունը, ամբողջը ցույց է տվել։ Եվ զուգահեռը ասում եմ, ինչպիսի հրաշալի օրինակ, ասում է օվկիանոսը ինքը իրեն մաքրելու հատկություն ունի, այսինքն եկեղեցին համատելով իրականում օվկիանոսի հետ մաքրողը Տերն է։ Այսինքն ասում է Տերը չի կարող բարեկարգի, ոմն մարդիկ են։ Հիմա ես այս կարդալով եւ որ տեղադրեցի, հիշեցի մի դրվագ, որի մասին այս տաղավարից ասել եմ մի քիչ երկար, բայց հիմա հակիրճ ասեմ։ 2018 թիվ, հունիսի 5, երրորդ մաս, նախկին Սա է Տիրադավը, Լոս Անջելեսի հայր, որ ամբաղ-զամբաղ ապրում եք, տեսեք։ Ուրեմն 18 թիվ հունիսի 5, այդ նոր Հայաստան նոր հայրապետ շարժումը սկսեց հունիսի 6-ին։ Նախորդ օրը ես ինձ հրավիրել էին զրուցելու նախկին աբեղը Հայր Կորյունի, նախկին քահանա Տեր Արմենի եւ այն շտաբի անդամների, որոնք պետք է վեհապարի եկեղեցու դեմ արշավ սկսեին։ Ինձ հրավիրել էին զրուցելու։ Եվ որպեսզի ինձ համոզեն, որ ամեն ինչ շատ ավելի բարձր մակարդակով է եւ այլն, ասում էին բաներ, որը այդ գործանողը ընդհանրապես դի, որից մեկը չկիսել։ Իմ հետ կիսել ակնկալով, որ ես իրենց քարոշչական դաշտին շուտ բաներ դօգնեմ, բայց ես մանրամասները չեմ պատմում, ուղղակի մի դրվագի մասին ասեմ։ Հարցրեցի ես, ասի Հայր Կորյուն ասի, այն ժամանակ աբեղա եւ կարգավիճակ ուներ, իմ կողքն նստած էր, Տեր Արմենը դիմաց էր նստած։ Ասի վեհապար հայրապետ օծյալը մի պահ պաուզա տվեց, նախկին Հայր Կորյունը ասեց այո օծյալը, Տեր Արմենը ասեց ես մի վարքյան դուրս գամ սենյակից, ասի չէ Տեր Արմեն, հարցից պատասխանի նոր դուրս արի, ասեց այո օծյալը, ասի հիմա ոնց, դուք օծյալի դեմ սուր եք բարձրացնում, ասի Սավուղ ու Դավիթ թագավորի օրինակը ես դիպերեմ ձեզ, թե դուք ինձ, եւ ինչ ասեց օրինակ Տեր Արմեն այդ ժամանակ, այսինքն իրենք մեղմ ասած թակարդի մեջ հայտնվեցին այդ օծյալի պահով, հիմա ինչպես ասում են, մարմնավորով ուզում են կրուտի տանեն, որ դուրս գան, էլի, որ թե ինչու են անում օծյալի դեմ, ասես 20 տարի սպասել, բառացի եմ ասում, 20 տարի սպասել ենք, մի 20 տարի էլ դի սպասենք, ուզում ասի, որ եկեղեցում 20 տարի վեհապարը կառավարել է, շատ վատ է կառավարել, ինչա մի 20 տարի էլ դի կառավարի, ես էլ արձագանքեցի հետևյալ կերպ, ասի ուզում եք ասել Աստված արձակուրդում է, դուք էլ Աստծո տեղն եք, այ ես զուգահեռը ես որ կարդացի,
Միքայել Աճապյան, ես հիշեցի այդ դեպքը։ Այդ ասելուց հետո, ասենք համատարած լռություն։ Այդ շտաբի անդամները կողքի սենյակում, բայց լրիվ լսում էին, էլի։ Այն Կարեն Մարեն Գյումրից սա նստած էին։ Հա, հիմա ինչ եմ արում սա ասում, որ իսկապես սա այս դեպքերի հավաքական խտացված եւ փայլուն զուգահեռն է տված։ Օվկիանոսի հետ կապված իսկապես օվկիանոսը ինքնամաքրման մեխանիզմ ունի։ Եկեղեցին եւս եւ այդ ինքնամաքրումը, որը ներսից տեղի է, բարեկարգումը, եթե պետքա, դա Աստծով ալնելու, ոչ թե մի խումբ մարդկանցով, որոնք իրենց Աստծուտեղ են դրել, փորձում են, եւ եկեղեցին ուզում են բարեկարգել։ Բայց ամենակարևոր բանը դուք ասեցիք, այ Հովնանի մասին խոսելուց Միքայել Սրբազանը իրական, այսպես հավաքական, այս տիրադավների, այս պիղծ մարդկանց կերպարը ցուցադրեց, որ դուք ինչպիսին եք, եւ բան, փաստերով, որ դուք, որ հիմա երեսպաշտությամբ եք, փարիսեցությամբ եք զբաղվում, հա, կեղծ եք, սուտ եք, շահամոլ եք, սրիկա եք, տիրադավ եք, դավաճան եք, բոլորիդ է դա վերաբերվում։ Երբ որ մեկի տաթորին կպան, Գուսանի, Շվեյցարիայի, ինքը մեկ էլ պարզվեց, որ չէ, ինչ որ ոտից գլուխ բարեփոխման ենթակա ես դու, կամ այս պիղծը, որ բացահայտի, մեկ էլ պարզվեց, որ ինչ որ բարեփոխման բանի ջատագովներն են, բայց սրանք միշտ եղել են, ինչպիսին են եղել, պարոն Նահապետյան, այդ ժողովներին, ընդ որում, այս 3 Սրբազանը, շատ կոնկրետ եմ ասում, Արշակ Սրբազանը, Միքայել Սրբազանը եւ Բագրատ Սրբազանը, ես վստահ եմ, որ դուք եք այդ ինֆորմացիան տիրապետում, որ ներքին այդ բոլոր ժողովների քննարկումների ժամանակ ամենադիմադրող, դժգոհող, բողոքող, չէ, իր կարծիքը պնդող, ովքեր են եղել այս 3 Սրբազանները, ընդ որում բանը վեհապար հոր հետ քննարկումների Այսինքն, եթե այստեղ եւ դրա մասին Միքայել Աճապյանը ասում է, այո, ասում է, որ այդ ուր էինք բայց մենք այդ ժամանակ խոսում էինք։ Դու այդ ժամանակ բայց հնազանդ էինք։ Մենք հնազանդ էինք, բայց կապիկներ էիք, հետևից գուցե բամբասել եք, բան եք արել, չգիտեմ ինչ որ, բայց այդ քննարկումների ժամանակ վախվորած, խոնար, հնազանդ, այդպեսին է եղել բանը, ձեր կերպարը։ Ու դուք սուտ եք եւ կեղծ եք ոտքից գլուխ եւ դուք շարունակում եք այս տիրադավ ազգակործան տականք Արցախ հանձնող սրիկա վիժվածքի հետ ճանապարհ անցնեք եւ դուք այլևս դառնում եք բոլորդ Արցախ վաճառող բոլորը դրա մասնակիցն եք արդեն դառնում եք ով որ միանում է այս բանը սատանա Արցախ վաճառող տականքին Եվ հիմա տեսեք, նաև խոշտանգումների, ես ուզում եմ մյուս թեմային անցել, բայց եթե ամփոփենք, հա, այս թեման, պարոն Նահապետյան, ինչ կարող եք ասել։ Արձանագրում ենք եկեղեցու հետ կապված ամբողջովին Նիկոլի պատվիրատուները ձախողվել են։ Ամբողջովին 6 քայլ են արել, մտածված, կազմակերպված, 6-ն էլ ձախողվել է։ Ինձ սովորաբար իմ մտերիմները, ընկերներս ու ոչ միայն, նաև փողոցում, երբ հանդիպում եմ քաղաքացիների կամ եկեղեցում պատարագի մեր եկեղեցու զավակների, մեր քույրերի եղբայրների, իրենք էլ են ասում, պարոն Նահապետյան, դուք ասում եք, որ փաստորեն ձախողվել է, ուրիշ ինչ կարող է անել։ Ես էլ ասում եմ, որ պետք է պատրաստվել ամենավատթարագույն սցենարին։ Որն է դա։ Վատթարագույն սցենարը առաջին քայլը Վեհապար Հայրապետի ձերբակալությունն է, ուղղակի ապօրինի ձևով, բայց դրանից Վեհապար Հայրապետը ինքը իր կարգավիճակից չի փոխվում, կապ չունի ինքը որտեղ է նստած։ Սա նշանակում է, որ եթե ձերբակալություն եղավ եւ Հայաստանի ներսում եւ Հայաստանի սահմաններից բոլոր այն պետություններում, որտեղ կա հայկական համայնք եւ մեր եկեղեցիները շուրջօրյա ժամանակացույցով դիկեցված դրսևորեն այդ արարքի դեմ ամենախիստ կեցվածքը եւ Հայաստանի ներսում եւ Հայաստանի սահմաններից դուրս ես կարծում եմ որ Փաշինյանի տերերը այնուամենայնիվ այս տարբերակը հաշվել են մտածելով որ կարող է դա հանկարծ Հայաստանում առաջացնի այնպիսի ներքաղաքական ճգնաժամ որը պատճառ հանձնանա մինչև ընտրություններ իշխանափոխության սկզբունքորեն չի բացառվում ես ասում եմ վատթարագույն սցենարը որտեղ Նիկոլը մեծ սիրով այդ կաներ հետո քանի որ այդ մարդու մոտ անսխալականության բարդույթ կա այն ինչ որ ինքը անում է ինքը միշտ ճիշտ է իրեն միշտ համեմատում է չէ տարբեր պատմական դեմքերի հայրերի մեկ-մեկ Աստծո հետ եւ այլն հիմա ինքը մեծ ցանկություն կունենար նման արարք անել
Ես կարծում եմ այդ արարքին համարժեք եւ մեր ժողովուրդը, մեր եկեղեցու հավատավոր նվիրալ զավակները, սփյուռքը եւ եկեղեցին պատրաստ լինեն 100%. Որ պահին Աստված միացնի նման արարքի գնաց, հայությունը պիտի փոթորկվի երկիր մոլորակի, նույնիսկ այն պետություններն, որտեղ անգամ եկեղեցի չկա։ Մեկ անգամ եւս եկեք մեր հայրենակիցներին ասենք, եթե ձեր զավակներին դուք կնքում եք կամ պսակադրություն եք անում այդ կարգալույծ եղած, պսակադրություն կամ կարգալույծ եղած քահանաներն ու հոգևորականները, ապա դա ինչ է, պարոն Հապետյան, մեկ անգամ եւս խնդրում եմ դիմել եւ ասել, որ մի տարեք ձեր որդիներին այդ կարգալույծ եղած պիղծ, տիրադավ, սրբազանների, քահանաների մոտ կնունք Լավ, ես այս տաղավարից առաջին անգամ դրա մասին ասեցի, Հովանավանքը առաջին դեպերի խնջույքը հոկտեմբերի 26-ին եղավ։ Մի քանի օր առաջ, 2-3 օր առաջ, այստեղ ես բերեցի հին ուխտից հрьяաների Հերոբովամ անունով մի թագավորի պատմություն, որը ինքը իրեն քահանա էր հռչակել եւ տաճարում արարողություններ էր կատարում, դա բավարար չէր, ինքը նաեւ այլ անձանց էր քահանա կարգել։ Ըստ Աստծո կամքի Հակոբի 12 զավակներից քահանայած 10-ը Ղևի սերունդն է, որից մեկ իրավունք չունի քահանա կարգվել, եթե սերնդից չի, գենետիկորեն, արյունով։ Հիմա հաջորդ թագավորը Բաասամը հрьяաների եկավ, մերու մանուկ, կոտորեց բոլորին, որտեվ Աստծո վրեժը ցասումը եւ զայրույթը շատ ահավոր է։ Այնքան ահավոր, որ կարա երկիր մոլորակ մարդկություն ոչնչացնի, կենթանական բուսական աշխարհ մի ճուղ թողի նոյով վերընձուղեց։ Եվ ուզում եմ ասել, որ այս մարդիկ հասկանան, նաեւ մեր ժողովուրդը հասկանա, որ այն մարդիկ, ովքեր իրավունք չունեն նման արարողություն անել, նախ մարմնավոր առումով են սխալ որոշում կայացրել, իսկ հոգևոր առումով մարդը իրավունք չունի, այդ ոնց որ թե ասենք դու տանես խարիզմատ մի եկեղեցու արարողության ժամանակ, ասենք ենթադրենք, եթե կա մկրտություն կամ ավետարանական եկեղեցու, մկրտություն անես, հետո բերես ասես ինքը մեր եկեղեցու զավակատես չի լինում։ Եվ հետաբար բոլոր այդ արարքներ ինչ որ անում եք եւ ցանկացած ցես դրանք անվավեր են նյութական առումով խնդրանք, որ անպայման ճշտեն։ Անպայման ճշտել, կարգալույծ եղած են թե ոչ։ Այս տիրադավների, այս պղծության գնացող հուդաների, դավաճանների հետ են թե ոչ։ Խնդրում եմ, սիրելի հայրենակիցներ, անպայման ճշտել, նոր գնալ այդ կնունքի եւ հարսանեկան արարողության։ Ես մի օրինակ եմ ուզում բերեմ, ուրեմն 2019-20 թվականին, երբ որ այդ 18-ին նոր Հայաստան նոր հայրապետը ձախողվեց, այնուամենայնիվ չհանգստացան եւ մի քանի կարգալույծ հոգևորականների, այդ թվում նաեւ Ռուսաստանում նախկին Ռուսաստանի եւ Նոր Նախճեվանի թեմի նախկին առաջնորդ, ես Ավազանի անունը չգիտեմ, Տիրան Սրբազան, բայց կարգալույծ է եղել, նա մի քանի հոգևորականներով եկել էր Սևանի Ավազանում, Մարտունիում, Գավառում, խոնարհված եկեղեցիներում ծեսեր էր անում եւ ինչ որ մարդկանց, ուրեմն բաներ, կարգավիճակներ էր հոգևորականների տալիս։ Մի դեպք այդպես եղավ, ինձ ընկերները զանգեցին, ասի նման բան է եղել, ասի, բայց ձեր տարածքն է այդ։ Եվ ասի, հա, ասի դուք իրավունք ունեք տնօրինելու, ում որ տարածքն է, կարող եւ թույլ չտաք, սիրով քրիստոնեական սիրով բացատրել էին եւ այդ մարդիկ երկրորդ անգամ չէին եկել։ Մենք հասկանում ենք, չէ՞։ Այնպես որ պահը գալու է, այս քրիստոնեական սիրո դրսևորումը նաեւ այդտեղ կարող է լինել։ Շատ լավ։ Խոշտանգումները շարունակվում են, հենց հիմա ՄԻՊ-ի դիմաց մեր գործընկերները ուրեմն ակցիա է տեղի ունենում, գիտեք, որ արդեն 11 օր շարունակ մեր գործընկեր Նարեկ Սամսոնյանը հացադուլի մեջ է, բացի այն, որ իրեն հատուկ պայմաններ էր պետք եւ բժշկական հատուկ հսկողություն, գիտեք, որ տարել էին ավելի սարսափելի ծանր փոման խցի մեջ էին պահում։ Նարեկ Սամսոնյանն երեք իր վիճակը շատ ծանր վիճակում է եղել, տեղափոխել էին հիվանդանոց, կես ժամ պահելուց հետո նորից բերել էին խոց։ Մի դրական բան կա, որ վերջապես նրանց փաստաբանները արթնացել են։ Սա վերաբերվում է Սամվել Կարապետյանի եւ մյուսների փաստաբանների, որտեղ իրանց բանը ինչ որ հիմա ժպիտով միշտ դուրս են գալիս, տանվեղ սունակ ինչ որ հայացքով, որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ բան է, ողջուններ են ձեզ ուղարկում, ես անցած անգամ սրա մասին խոսել եմ, սա նաեւ տարածում էր падգամավորների վրա, ովքեր որ սրբազանների հետ հանդիպում էին կամ մյուս
ավանդատյանների հետ հանդիպում դուրս են գալիս, այդպիսի հայտարարություններ չկա այդպիսի բան։ Իմիջիայլոց, երբ որ մենք սրա մասին խոսում ենք, պարոն Նահապետյան, ասում ենք խոշտանգում ենք հիվանդ են, այսպիսի վիճակում են, բանը, այս շները իրենց շներին հարցակվել են տալիս, միանգամից սկսում է այս բաները ֆեյքերը հարցակվել, հա, սկսում են զվարճանալ, հրճվել, բան, ինչ է, բոլորը հիվանդ են, բոլորը, ուրեմն սարսափելի պայմաններում են պահում, նախ ինքը շատ լավ գիտեր, որ սրբազաններից մեկը քաղցկեղով հիվանդ է, մեկը շաքարով ինչ է շաքարային դիաբետ։ Այո, դիաբետով հիվանդ է, Բագրատ Սրբազանը, այդ շատ լավ գիտի, ինքը շատ լավ գիտի, որ ինչ է Գյումրու քաղաքապետը մի քանի Վարդան Ղուկասյանը մի քանի, չգիտեմ, ծանր, որ դուք գիտեք նախ ինչերի միջով է անցել Վարդան Ղուկասյանը եւ ինքը մշտական հսկողության տակ եւ բազմաթիվ հիվանդություններ ունի, բարիս բուն իմաստով շարունակում է Վարդան Ղուկասյանին խոշտանգել, շարունակում է խոշտանգել սրբազաններին, բացի այդ այդպես ամենածանր վիճակում հասավ որ Միքայել Սրբազանը, որից հետո, այսինքն այս մարդիկ պիտի հատուկ պայմաններում չէ, լինեն առհասարակ, հատուկ բժշկական հսկողության տակ լինել, ուրեմն տարել այս ծանր ծայրահեղ վիճակի մեջ իրենց ծանր պայմաններում պահում է իրենց, խոշտանգում է, հետո դրանից հետո զվարճանում է, թե ոնց եղավ որ վատ է, Սամվել Կարապետյանին, հիմա, ես չեմ հոգնում անընդհատ սա կրկնելուց, որ Ամրանն ասում էին, այս մարդուն 60 աշճանի տակ են պահում, խոշտանգում են, ներիդ բաստաբանները հիմա ժպիտով շատ լավ է, ուժեղ է, չգիտեմ ինչ է Սամվել Կարապետյանը, հետո պարզեց որ Սառնամանիքի մեջ են պահել Սամվել Կարապետյանին։ Հիմա նոր խելքի եկան հասկացան, որ այդ մարդը երկկողմանի թոքաբորի մեջ է Սամվել Կարապետյանը, որ պիտի ահազանգել, աղմկել, սա առաջին հերթին նախ մեր հանրության, չգիտեմ, падգամավորներ առաջին հերթին փաստաբանների գործն է, որ պիտի, որտեղ միայն իրենք շփում ունեն, չէ՞, գիտեք, որ հնարավոր չէ Սամվել Կարապետյանի հետ շփվել եւ նույնը հիմա օրինակ Արշակ Սրբազանի հետ հնարավոր չի, չգիտեմ, Մկրտիչ Սրբազանը հնարավորություն ունի, թե կարծեմ իրեն էլ է փակ, էլի հնարավորություն չունի, բայց գիտենք, չէ՞ որ ինչ ծանր պայմաններում են պահում Մկրտիչ Սրբազան, հետո էլ ասում է, եթե դուրս է գալի, ասում են բոլորը բան է, բայց ես էլ որ տանեն 60 աշճանի տակ պահեն, 4 հոգով, բանը 10 մետրի մեջ բան պահում են Վարդան Ղուկասյան, որ 3-ը ծխում են, բացարձակ չի կարելի իրեն, գիտեք, չէ՞ ինչ, այդ պայմաններում պահում են, մի հատ ինչ որ վարագույրը սան հանգույց են, մի հատ սարսափելի ինչ որ առնետներ են պտտում, չգիտեմ, մի հատ գարշահոտություն է այդտեղ, այս պայմաններում պահում են, հետո դրանից հետո մի հատ էլ բան են անում, էլի իրանց արևին զվարճանում են, յա հիվանդ են, ձեր ղզիկին են կնգան տարել է, բանը կալանավայրում որ գտնվում էր, գիտեք, չէ՞ որ մեկ ինչ որ sense եղբայրական ապտակ էր հասցրել Նիկոլին, այս Զարայի ասում կնոջպես լացում էր, փեշերից բռնել էր, ասում էր մի գնա, որ ընդամենը նրա համար որ ստուկաչություն էր արել, չէ՞ ներսում, այնպես չէ որ քաղաքական ինչ որ դիտավորություններ, ինչ որ հատուկ էին արել Նիկոլի նկատմամբ, չէ, սա էր եղել, բայց չի չէր դիմանում ձեր շեֆը, բայց չէ տենց աղմուկ բարձացել Զարայի Փեշզարան պատմել է այստեղ Զարուհի Փոստանջյանը, փեշերից բռնած իզմի թողել, բայց դու տանում ես էնել էս մարդկանց, Այս մեր երկրի սյուներն են, այս մեր երկրի հիմքերն են, երրորդ հանրապետության, այս մեր մեծ բարերարն է, այս մեր բարձր սրբազաններն են, այս մեր քաղաքը շենացնող Գյումրու քաղաքապետն է, այս այն սրբազանը, Մկրտիչ Սրբազանը, ես չգիտեմ, քանի այդպիսի սրբազան կա, տեսնում եք ինչ համայնք ունի, տեսնում եք ինչ թեմ ունի, ամբողջ թեմը կանգնած է սրբազանի կողքը։ Եվ ոնց է պայքարում իրենց սրբազանի համար եւ այսպես ամուր բռնել են որ Ես կարծում Հայաստանը ամենաանդիմադիր քաղաքը իր բնակությամբ եւ իր հոգեվորականներով Գյումրին է փաստացի Ինչա կրել է քեզ հաղթել է քեզ Նիկոլ ամբողջ թիմը եւ աշխարհի եւ հոգեվոր իշխանությունները չեն ենթարկվում Հայաստանի կենտրոնական այսպես կոչված իշխանությունների Եթե դու տես քո արևին ուժեղ ես քո արևին հաղթում ես քո արևին չգիտեմ հաղթած մարդուն բայց չի պայքարով չի ինչ է ստոր քայլերով տանում ինչ է տանում այդ մարդուն սպանելու ինչ է տանում Վարդան Ղուկասյանի սպանելու ինչ է տանում Սամվել Կարապետյանի սպան դե պայքարի որտեւ իր համար Սարի առողջ պայքար չի տանում Արշակ Սրբազանին Միքայել Սրբազանին սպանելու դե պայքարի Բագրատ Սրբազանին Ուրեմն ասեմ ձեզ մեր մոտ Նարեկ Սամսոնյանին մեր մոտ թյուր ըմբռնում կա Այ հիմա դուք խոսում եք որոշակի եւ զայրույթ կա եւ բարկություն կա եւ այլն ասում եք ինչու եք տանում իրենց համար գլխավոր նպատակն է թե ինչ ճանապարհով այդ նպատակին հասնեն դա խիստ երկրորդական է Մեծ չխոսի ես ընտրված վարչապետը ես հիմա էլ դնեմ ես ամենաբարձր դե որ վարկանիշ ունես ընտրված ես ինչ ես վախեցած Ես մի անգամ Թուրքերն էլ քեզ թիկուն Ֆիդանի հայտարարությունն էլ քեզ ապահովում Ես մի անգամ ասեցի ասի եթե ժողովրդը
կանություն վայելող անձ է եւ զուգահեռ բերեցի Լևոն Տեր-Պետրոսյանի 91-92-ին, որ Դեմիրճյան փողոցով մի թիկնապահով էր, հա, շարժում։ Ասարի հյուսային պողոտայում ես ու դու վերևից ներքև իշտենք։ Ներքևում ծվեն, շորերը վրայից հետ կփոկեն ու մարդիկ էլ համապատասխան վերաբերմունք հանդես կբերեն։ Քո ժողովրդավարության փուչիկը այդ հյուսային պողոտայի սկզբից ինչը վերջ անցնելուց կերևա։ Եվ ըստ այդմ հիմա ես գնահատում եմ, որ մենք իրենց փորձում ենք իրենց արարքները գնահատել մեր արժեքային համակարգի մեջ, որը սխալ է։ Իրենք հստակ ինքը կոնկրետ խնդիր ա դրել, պարտվել է Գյումրիում ընտրություններով, պետք է հաղթի բռնություններով, ձերբակալի։ Թող մեծ չխոսի։ Չէ, դե բայ դե խոսա, չէ։ Ես չգիտեմ ինչ, ես ամենաբարձր վարկանիշը ունեցող թիմն ենք, մեծ անդաստիարակները խոսում են։ Բա գնացեք առողջ պայքարի։ Բա ինչ եք բանանում։ Չեն գնա, իրենց համար խնդիրը նորից եմ ասում։ Հաղթելն է, հաղթանակի ինչ միջոցների, ինչ նպատակի հասնեն, դա խիստ երկրորդական է։ Իսկ մենք գնահատում ենք, որ մեր քայլերը անպայման որոշակի բարոյականության սահմաններում տիրեն։ Սահմանից դուրս չգա։ Տեսնում եք, փակված, տարե խոշտանգում ես 6 ամիս, 8 ամիս, սրբազաններին, մեծ բարերարին, քաղաքապետին, Մասիսի քաղաքապետին, Գյումրու քաղաքապետին, կրել են եք ես, հաղթել են ես մարդիկ, փակված վիճակում անգամ հաղթում են իրենց, պատկերացրեք, եթե չհաղթեի դու այսպես չէիր վախենալ, դու ինչ ես անում, երկկողմանի թոքաբորվով մարդը հիվանդանոցում պարկած, խելագարի պես, դուք պատկերացնում եք ինչա բղավ է, ինչա տեղի ունեցել, որ գնացին այդ վիճակով բաները փոքում տանում են նորից կալանավայր։ Սիստեմայտակից հանում են Սամվել Կարապետյանը, նորից տանում են այնտեղ, մտածում եմ, որ բան է, էլի, ես մարդուն չգիտեմ, տանեն ինչ անեն։ Ես մի օրինակ եմ ուզում բերել կոնկրետ Նարեկի հետ կապված, Նարեկը իրոք ծայրահեղ քայլի է դիմել, առավելս որ առողջությամբ առանձնապես չէլ փայլում։ Ինքը իմանալով շատ լավ գնացել է։ Ես ուղղակի իր մտերիմներին մի զուգահեռ բերեմ ժամանակին նախկին ազատամարտիկ ինքն էլ հաշմանդամ, լրագրող էր եւ այլն, որին ձերբակալեցին եւ որը բանտում հացադուլ հայտարարեց 40-րդ օրը մահացավ այդպես ես հորդորում եմ բանի մասին եք չէ ասում ինչ է հիմա Մեհեր Եղազարյան հիմա ես ինչի համար եմ ասում որ նրանք ովքեր որ կապ ունեն իսկ գիտեմ որ կապ ունեցող կա ես այդ տաղավարում մերթ հաղորդումներ եմ, հա, ներկա լինում, ինձ հրավիրում են եւ Դավիթին եւ Տիկնոջը հաշվի առեք, որ այդ ծայրահեղ քայլին գնալը անգամ իշխանությունների համար առ ոչինչ է։ Մեր խնդրանքը որ նարեք դադարեցու, որտեվ սրանց դեմ ուրիշ պայքարապետ, սրանց համար խիղճ, աստված, սիրտ, այդպիսի հասկացողություն չկա։ Միշտ ճիշտ են ասում իմ հյուրերից մի քանիսը, որ սա օկուպացված դուք էլ եք ասում, օկուպացված երկրում եք, օկուպացված երկրում ինչ է, գնաս ինչի, գթության վրա, հա? Ասեք այդ մարդկանց գթության վրա ինչ որ ազդել, ասեմ բարեգութեն, չգիտեմ ինչ կանեն եւ այս ամենով հանդերձ ես ուզում եմ ցուցադրել, երբ որ գալիս է Սամվել Կարապետյանը, չի, ընդամենը 5 րոպե առաջ է, 5 րոպե 10 րոպե առաջ բարձ է դառնում, միացրու, բարձ է դառնում, որ ինքը ազատ է արձակվել Սամվել Կարապետյանը Այս մարդուն գնահատում են Նիկոլ Ողբամ քեզ այլ որդիչը Ինչև է, սա է, արդեն հիմա շարունակում է կալանավորված մնալ, տնային կալանքի մեջ էր, օրերս մեկի հետ խոսում է, ուրեմն դժգոհեց, հոգու խորքում շարունակում է նիկոլական մնալ, այդպես եմ կարծում, չնայած բան այսպես կապիկություն անում իմ մոտ, որ ինքը վաղուց արդեն նիկոլական չի, ու դժգոհում է, ասում է, ես իմ եղբոր համար գիտեք, սա եմ արել, բայց չգնահատվեց, մի 10 քանի տարի առաջ ինչ որ բան է պատում, ես իմ ինչն եմ արել, բայց այդ չգնահատվեց, ասում եմ
բա դու ինքը այդ մեկը չի թաքցնում, որ ինչ խորքային բան ունի ատելություն ունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ասում է, դե Սամվել Կարապետյանն ինչ է եկել, մարդ չի հասկանում, ասում է, իր համար դենդեմ մնում էր էլի Մոսկվա, ասում եմ, բա դու պատկերացնում ես այդ մարդկանց վիճակը, այդ մարդը երկրի նախագահ է դառնում, ազատագրելով Արցախը, ցանկացած հայ Հայաստանում նստած 6 անգամ հարստանում է, ընդհանրապես իր Ռոբերտ Քոչարյանի աշխատանքի շնորհիվ, ինչ արել ես երկրի համար, հիմա դու իր վիճակը պատկերացրես, դու մի հատ եղբայր ես քեզ ինչ որ բան արել ես, չգիտեմ ինչ։ Ու դու 40 տարի կրկնում ես, որ այս ինչ անարդարություն է, ինչի սենց եղավ։ Ասում եմ, բա Սամվել Կարապետյանն ինչ ասի։ 1 միլիարդի բարեգործություն է արել։ Այսօր ճաղերի հետևը բռնած տանում են ազգը քնած է։ Փոխանակ տանը նստել, չի, Չէ, ասենք, այո, կարող է, չէ, այս մարդը ասենք հիմա նստի ինչ ասի, այս մարդու տրամաբանությամբ ոնց ասենք, մի հատ ինչ որ լավ բան է արել 40 տարի առաջ եղբոր համար չի հանգստանում, ասում է, բան չի, այս ինչ բան ինքը ճարեց։ Բա այս մարդիկ ինչ մտածեն, այսքան բան են արել, չէ՞։ Նստած տեղը քո հոսանքի հարցն ա լուծել 300 քանի միլիոն ներդրում արել, մենակ հիվանդանոցներ են կառուցել, էլ չեմ ասում որ եկել են ձերես բոմժերի բանը խափում են, ասում են տեսեք ասֆալտի գույն ենք ներկել, քանի հիմնական ճանապարհ են կառուցել, ճանապարհը այսքան բարձրություն ա նշանակում, կամ ավելի, այս մակարդակի մի հատ ասֆալտը ներկում են տալիս են, ասում են դե գնացեք հիմարներ, դե գնացեք դրանով ձեր աչքերը փակեք։ Հենա ասեցի են օրը, մերոնց գյուղը, գնում ես բան դարակերտ, ուրեն բան են արել, էլ ինտեղ Նիկոլ եկել ասվալտ արել, գնացեք, տեսեք ինչ է կատարում, փոսերը չի լինում հաշվել, մի տարի չի ձգել, փոսերը չի լինում, այ փինաչիներ, չէ, նորմերը չեն պահում, փող են դուրս գրում, իրենք թղթերով կան նորմատիվներ, քանի շերտ, հետո ինչ նյութեր, եւ ինչքան ժամանակ, երբ եղանակի որ պայմաններում եւ այլն Դե ակնհայտ է, չէ՞ որ իրենք թղթերով գրում են, որ այդպես։ Հիշում եք Նիկոլը որ ասեց, են ու թալանում են, կարևորը թմրամոլը, ասենք հաշիշի կամ կոկայինի ու հերոինի մասին ոնց կխոսար, որի պահանջը այդ պահին ուներ։ Նիկոլը ոնց էր ասում, այդ ասֆալտի բույրը, այդ փողերն է, էլի բույրը, թե ինչ բույր է տալիս, այսինքն ինչ փողեր է բերում։ Հիմա այդ բույրը ինքն է շնչում եւ իր կողք կանգնած ինչ որ մարդիկ Գիտեք, ասենք, ես միշտ էլ ասել եմ, 18 թվականից ես տարածքը օկուպացվել է, ուղղակի այն ժամանակ այդ օկուպացիան տես չէ դրսևորում, հիմա ակնհայտ է դրսևորում եւ դրա դրսևորումներից լավագույններից մեկը օրերս իհարկե մի քանի օր առաջ ասել, բայց այս տաղավարից ես մեզ լսողներին անպայման ուզում եմ ասել Թուրքիայի ապագա նախագահի տեխնացուներից մեկը Թուրքիայի արտաքին հետախուզության նախկին ղեկավար այսօր արտգործնախարար Հական Ֆիդանը շատ հետաքրքիր ձևակերպումներ ա տվել Նիկոլի, որ ասում են Հական Ֆիդանը Նիկոլին է պաշտպանում, իրականում սկզբունքորեն ինքը Նիկոլին չի պաշտպանում, ինքը ասում է այն գործը, որ արվում է Հայաստանում, կապ չունի Նիկոլի տեղը կարող է մի, ասենք, փայտ լինել կամ չալու շուն լինել կամ մի ձի, ասենք, այդպես, էական չի։ Ուշադրություն, ես ուզում եմ մեջ բերեմ, հույս ունեմ կտեսնենք, որ Զանգեզուրի միջանցքը կյանքի կկոչվի այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը։ Քանի որ դա կարևոր է միջին միջանցքի տեսանկյունից։ Ներկայումս թե Ադրբեջանում, թե Հայաստանում եւ թե Թուրքիայում քաղաքական ղեկավարության մակարդակով այս կամքը կա 3 կողմերում էլ միջանցքի մասն է խոսում, պարզ ասում է Միայն թե այժմ Հայաստանն ունի մի քանի հարց, որը պետք է լուծի։ Պարզ է ասում, այսինքն Փաշինյանը խոստացել է մի քանի խնդիրների լուծում, ակնհայտ է, եւ որի մասին Ֆիդան ասում է։ Այսինքն այս խնդիրները պետք է լուծվեն, որից հետո նոր տեղի կունենա ինչ-որ փաստաթղթի ստորագրում։ Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են լինելու, դա եւս կարևոր փուլ է լինելու, սակայն մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանը ներկայումս հանրային կարծիքի հարցում առաջատար է։ Եվ վերջում, այս հարցում նրա ցուցաբերած կառուցողական դերը, այս հարցում այն վերևը ես ասեցի, այս հարցում նրա ցուցաբերած կառուցողական դերը մենք իսկապես դերին մենք աջակցում ենք։ Այս գիծը, այս կամքը պետք է շարունակվի։ Ակնհայտ է, չէ՞, Թուրքիան։ Բա մի հատ ակնարկ անեմ, էլի։ Բա մեծա գլուխ են հմեկում նստած։ Կովա գլուխ։ Բա Սալավյով,
Հիմա Սալավյովն էլ կանադառնում։ Կապենք էլ իրար հետ, բա Սալավյով, բա ինքնիշխանություն, բա մեր գործերի խառնվել։ Բա չես լսում մեծագլուխ։ Սալավյով իսկապես խառնվում է, իսկ Թուրքիան Առյուծի մանդակում թփրտացող տակդ համապատասխան բանանող։ Այ բոմժ։ Բա չես լսում ես ինչ է ասում Ֆիդանը, հա? Ֆիդանը այս տարածքին նայում է որպես իր երկիր տարածք։ Ինչ արի, կարող է ինչ որ առյուծի վանդակի մեջ արել, հələ դրա մեջա դրա համար է տենց խոսքն ու համապատասխան գործողությունները մենակ գարշանք առաջացնում։ Հիմա սա ակնհայտ է, չէ՞ Ֆիդան ինչ է ասում։ Այսինքն Փաշինյանը համաձայնվել է ամեն ինչին, դեռևս իր բանավոր տված խոստումները պիտի կատարի, որը Ֆիդանը ձևակերպում է մի քանի հարց կա, որ ինքը պիտի լուծի, որից հետո Հայաստանը ամբողջովին մտնում է Թուրքիայի կառավարման ներքո 100%-անոց։ Հիմա օկուպացված է այն ժամանակ կառավարման ներքո, այսինքն Թուրքիայի մի մասն է դառնալու։ Որտեղ սկզբում օկուպացնում են, հետո ինչ է, դարձնում երկրի տարածք։ Հիմա օկուպացիա է։ Հիմա ինչ ասել է Սալավյովի հետ բարձրացած աղմուկը, ես անպայման ուզում եմ անդրադառնալ, որտեղ շատ կարևոր է։ Այն որ ինքը մասնավոր հեռուստաընկերության ղեկավար էր եւ այլն, դրա մասին Մարիա Զախարովան բան ասել է, հա, բայց հիմա շատ հետը 3 կարևոր մի նախադասության մեջ 3 կարևոր շեշտադրում կա։ Ուրեմն ես ուզում եմ մեջ վերել այդ մի նախադասությունը։ Հայաստանի կորուստը Ռուսաստանի շահերից չի բխում։ Եվ այսինքն փաստում է, որ Հայաստանը կարող է կորցնել, այսինքն ազդեցությունը կորցնել։ Եվ Ռուսաստանը պետք է հատուկ ռազմական գործողություն իրականացնի ոչ միայն Ուկրաինայում, այլև Ռուսաստանի ազդեցության գոտու տարածքներում, անտեսելով միջազգային իրավունքը։ Ուրեմն ես գամ վերջից։ Ուրեմն անտեսելով միջազգային իրավունքը ինչու է նման բան ասում, որտեղ Տրամպը անտեսեց միջազգային իրավունքը։ Երբ որ ինքնիշխան ՄԱԿ-ի անդամ երկրի նախագահին ուղղակի առևանգեց, գերեվարեց, մեկ օր հետո ասեց պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշանակում է տեղի կառավարիչ, 3 օր հետո ինքը իր մոտ գրեց, որ ինքը Վենեսուելայի նախագահն է։ Այս էլ ձեզ միջազգային իրավունք։ Սալավյովը երբ որ ասում է անտեսելով միջազգային իրավունքը, ասում է եթե Ամերիկային կարելի է, մեզ էլ է կարելի։ ԱՄՆ բանը միջուկային գերտերություն է, մենք էլ ենք միջուկային գերտերություն։ Բայց որում էս Պուտինը չի ասում, մի հատ մեկնաբան է։ Բայց շարունակությունը ուշադրություն դարձրեք։ Կարող է հիմա որից է մեկը ով լուրջ զբաղվում է քաղաքական գործունեությամբ, փորձագիտական շրջանակներում կասկած հարուցի, որ Հայաստանի Հանրապետությունը օկուպացված չի։ Մենք գնահատում ենք, չէ, եւ փաստական են գրում օկուպացված։ Բայց եթե մեր երկրի տարածքի իշխանությունների վրա այլ երկիրը հատուկ ռազմական գործողություն է օգտագործում, այդ օկուպացիոն ռեժիմի դեմ ռազմական գործողությունը ոնց է կոչվում, ազատագրում չի կոչվում։ Երբ որ երկիրը օկուպացված է, մեկ ուրիշը գալիս է այդ իշխանությունների վրա։ Իդեպ ինչ եղավ Դոնեցկ Լուգանսկով։ Իրականում այդ կռիվը, որ եղավ, իրականում չմտան ազատագրեցին 30,000 մարդ էին, չէ՞, կոտորել 2014-ից 2022 թիվը 30,000, որից 1000 երեխա։ Դոնեցկում թե Լուգանսկում այդ երեխաների բան կա, հրեշտակների արահետ էին սարքել, տենց։ Հիմա այս մարդը, որ ասում է Հայաստանի այն քաղաքականություն եւ ասում է ինչու է կորուստը Ռուսաստանի շահերից չի բխում, այդ ի՞նչ կորուստի մասն է, այսինքն կորուստը ո՞րն է։ Ես ասեմ ո՞րն է։ Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունները մեր բանակը բերում են ՆԱՏՕ-ի ստանդարտների։ Եվ այն ծրագիրը, որը փորձեցին 1918 թվականի փետրվար-մարտ ամիսներին Բրիտանիայի խավորությամբ եւ կառավարմամբ Հարավային Կովկասում 3 հանրապետություններից Հայաստան, Վրաստան, Ադրբեջան ստեղծել անդրկովկասյան Սեյմի միացյալ բանակ, որը պիտի պատերազմեր բոլշևիկյան Ռուսաստանի դեմ, հիմա նույն պրոյեկտն է։ Հարավային Կովկասի 3 պետություններից պետք է ստեղծվի միացյալ բանակ, եւ այդ բանակը պիտի պատերազմի Ռուսաստանի դեմ։ Մեր բանակի նատոյականացումը բոլոր առումներով հենց դրա համար է արվում։ Այն որ Սալավյովը ասում է, որովհետեւ իրականում Ռուսաստանը Ուկրաինայում այդ գործողությունը սկսելուց, երբ որ երկրի նախագահը Ռուսաստանի հիմնավորումներից մեկը ո՞րն էր, որ ՆԱՏՕ-ն եկել է իր սահմանների մոտ, չէ՞։ Հիմա եթե այս 3 երկիրը ՆԱՏՕ-ի ստանդարտներով եւ ՆԱՏՕ-ի հանձնարկանը պիտի կատարի Ռուսաստանի դեմ, իհարկե սա լրջագույն սպառնալիք է, եւ Ռուսաստանը կանխարգելիչ քայլեր անելու։ Եվ պետք չէ ամեն ինչին այսպես շատ ինքնագրգռված ձևով մոտենալ։ Եթե մարդը գտնում է, որ երկիրը օկուպացված չի, քավլիցի ինքը կարող է ասել, որ մեր երկրում բանտերում բոլորը ըստ կարգի քրեական հոդվածով գնաց նստել։ Ոչ էլ քաղ բանտարկյանն են, այլ չեմ ասում պատանդու ռազմագերի։
Եթե այդպես է մտածում, բայց դե մենք գիտենք, որ մեր բանտերում հիմա մարդկանց մի մասը պատանդա, ուղղակի պատանդար է։ Շատ լավ, երկու մեջբերում եմ անում եւ խնդրեմ մեկնաբանեք Զատուլինի խոսքերը, համաձայնագրերը ցույց են տալիս, միջանցքի մասին է խոսում, որ այս միջանցքով տարանցումից շահույթ ստացող ընկերության 76%-ը պատկանի ԱՄՆ-ին, Միացյալ Նահանգներին, իսկ 24%-ը Հայաստանին։ Ուրիշ ոչ ոք չի կարող մասնակցել։ Ռուսաստանը կարող է ներգրաված լինել որոշ գործառույթներում, բայց չի կարող լինել այս ընկերության հիմնադիր կամ բաժնետերերի շարքում։ Դրանից հետո Փաշինյանը ցանկանում էր ժեստ անել, շեղելու քննադատությունը, որ ինքը անտեսում է Ռուսաստանի շահերը։ Մեջբերման շարունակություն Հայաստանը զգուշացնում է ցանկանում է մեղքը բարթել Ռուսաստանի վրա, Մոսկվայի շահերը նրան չեն հետաքրքրում։ Խոսքը Ադրբեջանի եւ Թուրքիային հարակից հատվածների մասին է։ Փաշինյանը ցանկանում է Ռուսաստանի ներկայացնել այս աշխատանքի մեջ, որպեսզի հետո, խնդրում եմ ուշադրություն, կարողանա ամենուրեք պնդել, որ Ռուսաստանը ներգրաված է։ Կոպիտ ասած, մեղքը բարթել Ռուսաստանի վրա մոտավորապես նույնն է, ինչ պատահեց մեր խաղաղապահ զորախմբի հետ, որը սկզբում հրավիրվեց Լեռնային Ղարաբաղ, ապա գործնականում անտեսվեց։ Մենք պարզապես պետք է հասկանանք, որ Փաշինյանը չի գործում մեր շահերից ելնելով։ Նա խաղադրույք է կատարում Արևմուտքի հետ դաշինքի եւ բարեկամության վրա։ Նրա առաջարկները պետք է բազմիցս վերլուծվեն, համոզվելու համար, որ թաքնված օրակարգ չկա, պարզ ասում է ինչ է տեղի ունեցել։ Եվ մի մեջբերում եւս արդեն Վարդան Օսկանյանց նախկին արտգործնախարարից, որքան ապաշնոր պետք է լինի միջազգային հանրությունում, որպես Հայաստանի ինքնիշխանության հաշվին Ադրբեջանի երկու հատվածները կապող միջանցքը 46 տարի ժամկետով հանձնի երրորդ երկրի տնօրինությանը եւ Հայաստանին հատկացվի ընդամենը 26%, գրել է Վարդան Օսկանյանը։ Այս միջանցքը Հայաստանին, իսկ մեծ հաշվով նաև ԱՄՆ-ին ոչինչ չի տալիս։ Սրա մեջ միակ շահագրգռվածը, խնդրում եմ ուշադրություն սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանն ու Թուրքիան են։ 26% այն ողորմելի կրճոնն է, որ կտային նույնիսկ բացարձակ համր բանակցողին։ Լավ լսեցի, Նիկոլ։ Ինչ ես անում եւ ինչի ես վերածում եւ ոնց ծախեցիր Հայաստանի տարածքները ու այն մեծագլուխ բանը համապատասխան մարդու համապատասխան վանդակում համապատասխան տակը արած մեծագլուխն էլ ինչ որ ինքնիշխանությունից է խոսում, բայց տարածքները տալուց նվիրելուց ձայն չկա մեծագլուխ։ Ես կարծում եմ Վարդան Օսկանյանը արդեն ամփոփել է պարոն Զատուլինի խոսքը։ Այո։ Իրականում շատ հստակ է։ Սա տրվում է Ադրբեջանին եւ Թուրքիային։ Բայց նորից հիշեցնենք ինչ արեցին Լեռնային Ղարաբաղում, ոնց հրավիրեցին, բերեցին ռուս խաղաղապահներ, հետո ոնց շրջանցեց, պրայմ ոնց ծախեց, բայց հետո ինչ արեց, այն բթամիտ շերտի վրա ազդեց իր քարոզով, որտեղ ռուսներն էին։ Հիմա նույն բանը ուզում է միջանցքում։ Գնացել է, այն ժամանակ գնաց բանում պայմանավորվեց Եվրոպայում։ Հիմա գնացել է Ամերիկայում պայմանավորվել է, ծախել է, 70 քանի տարով տվել է, բանը 26%, 46 տարով 26%-ը մենա, 70 քանի տոկոսը նրա միակ շահողը Ադրբեջանն ու Թուրքիան են կապել է իրար Ադրբեջանի տարածքները, բայց ասում է Ռուսաստան դու արին դե հերվիս նայի, որտեվ հեսա բարի եմ գնալու, որ ելում գրպանը գցեն, ռուսների գրպանը։ Ես կարծում եմ շատ հստակ ասել, պարոն Զատուլինը, առավելս որ իր խոսքի ամփոփիչ եզրահանգումը ոչ այդ խոսքի հետ կապված, իր կարծիքը ասել է Հայաստանի նախկին արտգործնախարար, որը վստահաբար որին ռուսամետության կամ ռուսասիրության մեջ չեն կարող, չէ՞ մեղադրել Վարդան Օսկանյանին, վստահաբար։ Բայց մարդը անկեղծ ու անաչառ ասում է։ Սա է իրականությունը, այսինքն վաղը կարող է քնենք զարթենք Հայաստանի մի մասն էլ էս մարդը ստորագրած լինի, ծախած լինի, մենք ուղղակի չիմանանք։ Օրինակ Սևանի մի մասը, ԱՓ, որտեղ ադրբեջանցիները ջրային ռեսուրսների խմելու ջրի խնդիր ունեն։ Օրինակ սահմանամերձ շատ բնակավայրեր։ Իդեպ ասեմ այնպես ինչպես արվեց Կիրանցում։ Մինչև հիմա այդ գործը հակակոռուպցիոն կոմիտեում իմ եւ Արա Զորաբյանի կողմից տված քրեական գործը հարուցված է, այդպես քնեցրել են, որտեղ մեր երկրի տարածքը, որի իրավունքը չուներ ցանկացած իշխանություն փոխել դա պետք է աներ միայն հանրակրվեով տարածքը հանձնել։ Հիմա այս տարածքներն էլ է հանձնելու, այսինքն կա նախադեպ, որտեղ ինքը տարածք է հանձնում, դրա համար չի պատժում, որը պետական դավաճանություն է։ Հիմա էլ է տարածք հանձնելու, էլ չի, որտեղ անպատժելիության մթնոլորտ կա, ինչու։ Փաշինյանին իր տերերը Ադրբեջան, Թուրքիա, միաշան բարձր Բրիտանիա, Միացյալ Նահանգներ, ինչ են ասում։
Դու անում ես այն ինչ մեզ խոստացել ես, կամ մենք այն ինչ որ քեզ ասել ենք, ոչ թե դու ով ես որ մեզ բան խոստանաս։ Քեզ բերել ենք որ ես բաներ անես։ Եթե անում ես, քեզ ամեն ինչ թույլատրված է Հայաստանում։ Միայն մեր ծրագրերը չխոչընդոտվի։ Վերջ, այդ մարդն անում ամեն ինչ։ Իր համար օրեն գոյություն չունի, սահմանություն գոյություն չունի։ Բանը, վեհապար Հայրապետը ի պաշտոն է մի թեմի առաջնորդին այդ պաշտոնից հանեց, այդ թեմի առաջնորդը գնում դատարանում, դատի է տալիս, հետո դատան է որոշում է կայացնում, որ վերականգնեն։ Հիմա այդ դատավորն ասես, հո դու ուռոտ ես։ Վաղ այդ որոշումների համար պատասխան ես տալու, չէ՞։ Եվ հետաբար ես նորից եմ կրկնում, Հայաստանի Հանրապետությունը օկուպացված տարածք է։ Սա նշանակված է այդ տարածքի սմատրիաշի։ Իրեն թույլատրված է ամեն ինչ։ Եվ նրանք ովքեր որ փորձում են Արևմուտքի եւ առաջին ներքին Ադրբեջան, Թուրքիա եւ Ֆիդանի օրինակը, Ֆիդանը պարզ ասում է, լավ, էլ ոնց ասել։ Էլ մի քանի հարցի մասն էլ Ադրբեջանն ասում։ Մերն է ինքը։ Այո, այսինքն եթե ընտրություններ պիտի լինեն, չգիտեմ ինչեւ հունիս ինչ իմանաս աշխարհում ինչ տեղի կունենա, եթե այնուամենայնիվ համապետական ընտրություններ պիտի լինեն, իմանան որ Հայաստանում Փաշինյան Նիկոլին եւ իր ղեկավարած քաղաքական խմբակի, որի անունը կուսակցությունն է, ձայն տալը նույնն է թե Թուրքիայի նախագահին ձայն տալը։ Էմո լրատվամիջոցները նույնն է թե Ալիևին ձայն տալը։ Ձայն են տալիս սրանց աջակիցներին, իմանան որ ձայն են տալիս թուրքերին, իմացեք։ Այն որ ողջունում եք, իբր հանդիպում եք, իբր հələ դեռ ինչ որ բաներ եք, իմացեք որ դա նույնն է ձեր օկուպացած ուժերի զինվորների, ծառաների հետ, դուք գնում եք համագործակցության, ձայն եք տալի, խոսք եք տալի, համագործակցում եք, նստում հելնում եք, չգիտեմ, քանի տարի, բանոնց, կանացեք։ Հա, չգիտեմ, հələ 8 տարի առաջ կարելի է հասկանալ, դեբիլ էիք չհասկացաք, բայց դեբիլությունը այսքան բացատրելուց հետո չանցավ, հա? Էնպես որ Վերջին 80 տարիների ընթացքում ոչ մի երկիր չի հասել այնպիսի բացարձակ հաղթանակի, որքան Ադրբեջանը, ասել է Ալիևը, ով է այս խոսքերի իրավունքը տվել Ալիևին։ Դե օրվա վարչակազմը Հայաստանի օկուպացիոն ռեժիմի կոլաբորանտ կառավարության ղեկավարը։ Դուք քանի ղեկավար գիտեք, որ այն իրավունք կվերապահի վերկեն ասենց հրապարակային հայտա չկա աշխարհում իմ նման, չկա 80 տարի չկա, բայց չկա ասողին Շանորն էին գցել Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանն Քոչարյանի իր հորը, հետո իրան, հետո Սերժ Սարգսյանը ինչ օրն էին գցել այս սրան։ Ասեք ինչ օրն էին գցել։ Այն որ դուք իբր թե չեք ուզում։ Ինչ օրն էին գցել սրան։ Այն որ ինձ վախենում էր մի հատ։ Ալիևը հիշում եք վախենում էր իրանց դեմքին նայեր։ Սեղանին էսից գլուխը կախ նստում էր։ Սեղանի շուրջ իրանց էս գլուխը կախ նստում էր։ Այսինքն իրավունքով վերակենում խոսում է։ Եվ վերջին թեման, գերիների թեման, շատ լավ է որ 4 գերիներ ազատության մեջ են, բայց եկեք մի հատ արձանագրենք։ Ինչ էր խոստացել Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ։ Սա ուղղակի ես կրկնում եմ, որովհետև չկասկածեք, որ այս ընտրություններից առաջ ինչպիսի նման սուտ թեզեր եւ լոզունգներ բաները, խոստումներ են տալու այս թիմը, ճիշտ է։ Ասում էր 2 ամիս համբերեք։ Այո։ Ուրեմն գերիները, ադրբեջանցի գերիները մեր ձեռքում, այնքան վախեցած, դրանից հետո ջերմուկում գերության շրջափակման մեջ էին հայտնվել ադրբեջանցիները։ Սյունիքում գերիներ էինք վերցրել։ Ինչ էր ասում Նիկոլը։ Նիկոլն ասում էր արագ շտաբ, հիշում եք այն ձայնագրությունը, վերադարձրեք իրենց ադրբեջանցիներին։ Հիմա դուք հասկացաք նախ այս 4-ի դիմաց հանձնել է 2 ահաբեկիչ մարդասպանների Սիրիացի, ճիշտ է։ Այո։ 2 ահաբեկիչների։ Նախ առաջին բանը մենք հասկանում ենք, որ Նիկոլը խաբել է, սուտ է խոսել, մոլորեցրել է, որ ասել է 2 ամսից կգան։ Նախ այս մարդիկ հայտնվել են գերության մեջ, առաջին արձանագրում ենք Նիկոլի պատճառով։ Երկրորդ արձանագրում ենք, որ ինքը խաբել է, ասել է 2 ամիս հետո դիլնի, 5-րդ, 6-րդ տարին են նոր ազատության մեջ են, ընդամենը 4 հոգի։ Երրորդ դա բանը մարդասպանների, ահաբեկիչների է տվել եւ նա դիմաց ստացել է այս 4-ին եւ 5-րդ մենք հասկանում ենք որ եթե դու ուզում ես քո գերիներին վերադարձնել ուրեմն դու դիմաց ինչ որ բան պիտի ուզես տալ ուրեմն դու մեղավոր ես հանցագործեք դուք բոլորդ այն հողատու էդո այդ բոլոր աղբերով այսօր գլուխը մեծացած Սուրեն Պապիկյանները որ դուք շրջափակված ադրբեջանցիներին թույլ տվեցիք որ ջերմուկից վերադառնան ճիշտ է գերի վերցնեք մեր 19-20 քանի հոգ են հիմա նառա 36 էին խոսում չգիտեմ ինչքան անհայտ
կորածներ կան, 80-ի մասին է խոսքը, բա պահեիք հետ վերադարձնեք, բա Սյունիքից գերի եք վերցնել, պահեիք հետ վերադարձնեք, բա այս ահաբեկիչները ոնց, այս մարդիկ հաց են տարել, այս երկու երիտասարդը, պարոն Նահապետյան, հաց են տարել, բանը Կարմիր խաչի վարորդն ա եղել, ճիշտ է, ինչ-որ բան չի արել, և այսօր մեր լիբանանցի հայրենակցի անունը Վիգենի, դուք չեք մտածում, սիրելի հայրենակիցներ, այդ ինչ է իրավազին կապած, հասկանում եք ինչ են արել պարոն Նահապետյան, այդտեղ որ ողնաշար ու վատ են զգում, չեմ էլ ուզում ասել ինչ են արել, այսինքն կիսամարդ, և հետո շատ կարևոր բան, Նաիրան զբաղվում էր սրանով, ես չգիտեմ, կոնկրետ թվեր ու փաստեր ունի, դուք գիտեք, որ վերադարձած գերիներից քանիսն են ինքնասպանություն գործել, ինչ վիճակում են և ինչի մեջ են, դուք գիտեք ինչ են իրենց սրսկել, ոնց ենք ստանում մենք, այս, սիրելի հայրենակիցներ, այսօրվա Հայաստանի դեմքն է, պատկերն է, ինչը դուք եք արել, հիմա եթե դուք դրա հետ համաձայն չեք, 20 թվականին ցույց տայիք, չալարեիք, վերընկած չմնայիք, գնայիք ընտրությունների։ Անժելա, ես ընդհանրապես մի օրինակ բերեմ, այդ սրսկելու բան որ ասիր, 95 թիվներ, 1900 մոտ 10-ի մոտ գերիներ, մեր 10-ի մոտ գերիներ պիտի Կարմիր խաչով Ադրբեջանից բերեին մեզ մոտ։ Ուրեմն օդանավականում այդ դիմավորողների մեջ ի պաշտոն է նաև ես էի։ Այդ անձիկ Իգնատի Ռիցվորիչյան, այդտեղ էր նաև ժամանակ ազգային անվտանգության ծառայության տնօրենը Դավիթ Շահնազարյանը, Հայաստանում ամեն դեսպանը, Կարմիր խաչի ներկայացուցիչները եւ պաշտպանության նախարարությունից մի քանի անց նաև ես էի ներկա։ Ուրեմն իրենց նստեցեցին հատուկ մեքենա, այդ բոլոր Ադրբեջանից բերած եւ օրերով շաբաթներով նրանց դիզնեին։ Այո, որտեղ սկզբունքորեն չի բացառում, որ այդ մարդկանց նկատմամբ օգտագործեն նյութեր, որը լուրջ վարակի պատճառ, բայց ես այն ինչ որ իրենց բերեցին իշում եք օդանավականի մոտ որ գնացել էին դիմավորելու։ Այսինքն իրականում եթե ավելի խորքային նայենք, այս երկրում կառավարում չկա։ Այս երկրում նշանակել են մեկին, որը պետք է անի այն ինչ որ իր նշանակողներն ասել։ Ինստիտուտները պետք է լրիվ չեզոքացվեն կամ փակվեն, կամ մասնագետներին ամբողջովին առաջին, երկրորդ, երրորդ դեմքերով փոխեն, հետո վարչությունների պետերով փոխեն, այդ ինստիտուտները ամուր լինեն, այսինքն որից է արդյունք չտան։ Հավասիկ այսօր ջուն է եկել, չէ՞, քաղաքը կոլապսի է, Նորքի կողմերը մի երկու հատ նկար են դնում, իբր ջուն են մաքրում, քաղաքը կոլապսի մեջ է։ Այսինքն կառավարում չգիտեն, այս մարդիկ նստել են կա բյուջե, բյուջեից պարգևավճար, բյուջեից անկապ ծրագրերին փող, բյուջեից ինչ որ ֆիրմաներին մեզ փողեր, որը հետո պետք է սնենք անա, ակնհայտ է, չէ՞, ինչի համար են անում, որ այդ փողերը տակով են անում։ Կառավարում չկա այս երկրում, օկուպացիոն տարածքներում կառավարումը միայն տերն է, օկուպանտն անում, իսկ նա խնդիր չունի ինստիտուտներ ստեղծել, որ մի հատ էլ տեղում այդ երկրի բնակիչները իրենք երկիր կառավարեն։ Բարև ձեզ։ Գերմանացիները որ գրավում են Ուկրաինա, Բելարուսիա, քաղաքապետ, գյուղապետ էին նշանակում, որ մի հատ էլ կառավարեն, չէ, հրաման կատարեն, վերջ։ Սրանք էլ են հրաման կատարող, կապ չունի Երևանի քաղաքապետա, վարչապետ կոչեցյալա, նախարարա։ Ինստիտուտները պետք է զրոյանան, ինստիտուտի գոյություն չունի, իսկ պետությունը ինքը պետական ինստիտուտ է, չկա պետական ինստիտուտ, չկա պետություն։ Պետություն չլինելը հայտարարությունով չի լինում։ Պետական ինստիտուտի զրոյացումով այն ինչ որ արվում է հիմա։ Պետական ինստիտուտն է, բանակը պետական ինստիտուտ է, բանակում ինչ է տիրում։ Ինչ են անում։ Ազգային անվտանգության ծառայության 4 գլխավոր դեպարտամենտների մեջից հանեցին։ Ինչի։ Այդ կառույցն էլ քանդվի։ Որևիցե նախարարին նայեք իրենց մասնագետն է, այս կովիդի համավարակների դեպ նախարարը նշանակե ոչ բժշկի։ Գժանոցը ոնց է ալնում։ Պետք չի գժվել, ուղղակի պետքա ճիշտ գնահատել, որ երկիրը երբ որ օկուպացված է, ապա այսպիսի նշանակումներ են անում, որ այդ մարդիկ չկարողանան կառավարել։ Ուզեն, չուզեն, չկարողանան, փոխարենը կա ֆոնդ, աշխատողներից, փոքր բիզնես, միջին բիզնես, դրանցից հարկերը վերցնեն, հետո պարտք վերցնեն։ 9 միլիարդի զենք են արել, ուր է այդ զենքը։ 60 հոգի փողոցից հավաքում տանում էր զենքը ցույց տալ, ուր է։ Այդ 9 միլիարդի զենքը ուր է։
Փաշինյան ուրա է տինը Պապիկյան սուրը ուրա ասել է ես պլոմբը վրան 6 միլիարդի զենք եմ տարել հայերից 6 միլիարդի Կառավարում չկա օկուպացիոն ռեժիմը միայն տերու տնօրինություն անում օկուպանտը ներսում կառավարում չկա թող մեր քաղաքական ուժերը լավ հասկանան որ քաղաքական պայքար չմղեն թողել գնան մասնակցեն ընտրությունների Նույնը Նարեկը պիտի խնդրենք Նարեկ Սամսոնյանին դադարեցնի Ես օրինակը բերեցի չէ մերը 40 օր հացադուլի նստեց հետո մահացավ եւ ինչ ոչ մի բան ով է հիշում հայերի մասին ով է պատասխան տվել որ Արմեն Գրիգորյանին տարան հիվանդ մարդու խոշտանգեցին մահացավ ով պատասխան տվեց դրա համար որ հիմա երկկողմանի թոքաբոր բատանում Սամվել Կարապետյանը ով է պատասխան տալիս դրա համար Խելագա շիզոֆրենիկը հրամանատալի գնացեք չգիտեմ ինչ արեք որ այդ ծանր վիճակում է Միքայել Սրբազանը ով է պատասխան տալիս դրա համար Բագրատ Սրբազանին նայում ես չգիտեմ ինչ վիճակում է ով է պատասխան տալիս դրա համար Բա Վարդան Ղուկասյանի վիճակը տեսեք ինչ էր անում Զարուհին գիշերը Այս Սադիստ գիշերը տանում այնտեղ կես ժամ պահում են հրամանատալի հետ են բերում գիշերը վատան մասշտաբությունը գալիս է թույլ չեն տալիս Իսուսի սով են բանը երջանկացել են այն շիշ բռնող են ծաղրացուներով երջանկացել են ծաղիկը ձեռքը բռնած գնաց է դիմավորն այդ ծաղրացուն Այս էլ մի հատ ծաղրացու է նոր հայկի նման են Կարքին Հայկոյի նման հերթական ծաղրացուն է իր արևին ուզում սարքի Նիկոլը շիշ բռնողին էլ իբր թե անդիմություն է իբր չգիտեմ ինչ է մի հատ նոր ծաղրացու է էլի հրապարակ եկել ենք բան անելու Ուրեմն Հայաստանի բանտում նստած մեր ամենաերևելի մեր մեծ հայերին խոշտանգում են Դրա մասին ծպտուն չկա Բաքվի բանտից գնացել են խոշտանգված ու չգիտեմ ինչ եղած 6 տարի է տառապանքի մեջ եկել են դիմացնել տվել են երկու ահաբեկիչ մարդասպանների հələ հայտնի է չէ ինչ վիճակում են եկել էս մեր 4 հայրենակիցները համար բան հաղթանակ են ինչ հաղթանակ Հա շատ լավ է որ վերադարձել են բայց ինչ հաղթանակի մասին կամ ինչ գործ անելու մասին է խոսքը Բայց եթե դուք գիտեք որ ահաբեկչին կարող եք տալ 4 հոգու բերեք գերիներին պահեիք բոլորին բերեիք Չգիտեիք ձևը դրա դեբիլ եք թե ձեզ բան չի լավ չի որ գան նախագահներն ու Ռուբեն Վարդանյանը որ վերադառնան լավ չի Լևոն Մկրտչյանը որ վերադառնա Լևոն Մնացականյանը որ վերադառնա Դավիթները որ վերադառնան Ինչու է ունենք այն ինչ ունենք Բայց մի հատ ինչ-որ բանով ավարտենք։ Դե ավարտել է սա նոր ասում։ Իրավիճակը համարժեք չեք գնահատում, նույնիսկ կենցաղում, կյանքում ցանկացած մարդ իրավիճակը համարժեք չի գնահատում, ու ցանկացած գործողությունները արդյունք չի տալիս, հետևանք է լինում։ Ամենաառաջինը եւ քաղաքական ուժերի եւ փորձագիտական շրջանակների եւ զանգվածային լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունների այս իրավիճակը համարժեք գնահատելն է։ Բավ է զայրանալ, զարմանալ, բարկանալ, թե ինչու է այսպես անում։ Ինքը չի կարող ուրիշ ձև անել։ Օկուպացիոն ռեժիմում կոլաբորանտ կառավարությունը, կոլաբորանտ իշխանությունները միայն այսպես են անում։ Բացեք ցանկացած պատմություն, երբ որ երկիրը օկուպացված է, օկուպանտը ոնց է իրան պահում, ու զուգահեռները կտեսնեք։ Եվ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ես կարծում եմ Սալավիովը ինչ որ ասեց, սա բական լուրջ են ընդունել Սալավիովի ասածը։ Որտեղ սա իհարկե Սալավիովը ինքը ուղղակիորեն փաստորեն եթե օկուպացիոն ռեժիմը, այս մեր համար գոնե եթե չի։ Օկուպացիոն ռեժիմը Ռուսաստանը ասում է, եթե ես հատուկ ռազմական գործողություն արեցի, գալու եմ այդ օկուպացիոն ռեժիմը ոչնչացնեմ։ Իսկ այդ գործողությունը կոչվում է ազատագրում, եթե օկուպացիոն ռեժիմը ոչնչացնում է։ Այդ դրա համար ես կարծում եմ բականի խառնվել են իրար։ Այսքանը։ Նեղսրտել են ասում են ինչ եք մեզ ասում չգիտեմ մտավոր հետամնաց կամ հիմարություն եք արել բա որ ձեզ խափում էր ասում էր բոլորդ վարչապետ եք ես հարց եմ տալի հա վիրավորվում եք կարողա չափն անցա եթե դուք բոլորդ վարչապետ եք հարց տամ էլի պարոն Հապետյան ինչքան էր ստացել վերջը այդ ինչի $20,000 թոշակառուներին ինչի պարգևավճար չստացա որտեվ օկուպացիոն ռեժիմում թոշականուռերի մասին չեն մտածում ասում դու մեզ բան ես ասում բայց էլ ասում եմ դու ասում ես դուք եք արել ես եւ ոչ մեկն էլ չի արել քեզ պատրաստի բերել նստացրել են համապատասխան ներսի ու դրսի ուժերը քեզ դիմի երևակայեք թե իբր թե դու ինչ որ բան ես արել ասել քեզ մի հատ պոլիփեդելներ դի բերեին նստացնեին որովհետեւ գիտեին որ ոնց քշեն տես քշվելու ես այսքան բան բայց դու որ խափում ես կամ է ժողովուրդը մի իբր ժողովուրդն է արել դուք չեք արել որ ներսից ու դրսից չուզենային դուք այս ամեն ինչը տեղի չեր ունենա պետք է անեին որ Արցախն ու Հայաստանը հետո հեշտ նվիրեին բա որ դուք այտենց հետո էլ ասես դուք եք արել այս բոլորը ձեր արածն հիմա էլ ասում է գործանողը մենք ենք բա մենք դի միլիոնները ստանանք ինչ է ասում
Հա, հաշվարկ էին արել 80,000 թոշակառուի 1 տարվա բանն է տվել։ Պարգևավճար է ստացել 80,000 թոշակառուի, 60,000 թոշակառուի, բա սիրելի թոշակառուներ։ Բա դուք հավատում եք, բա դուք նեղանում եք, նեղ սրտում եք, որ ձեզ ասում են դուք միամիտ եք եղել, բան եք եղել, որ հավատացել եք։ Անժելա, լավ, ես մեր խոսքը ես ավարտեմ նորից եմ ասում, օկուպացիոն ռեժիմը չի մտածում այդ տարածքում ծերերի, հիվանդների երկարակեցության եւ բուժման մասին։ Ծերն ու հիվանդը օգուտ չեն տալիս օկուպացիոն ռեժիմին, արտադրանք նյութական չեն տալիս, ոչ մի բան չեն տալիս։ Ես առաջինը օկուպացիոն ռեժիմի համար գլխացավանք է։ Բալաստը ավելորդ բան է։ Դա համար չի տալիս։ Դա համար այդ բուժումն էլ իբր, չգիտեմ, ապահովագրական կապիտուլյացիոն են անում։ Այո, ամեն ինչ վճարով է, այդ նշանակում է, որ ով թալանում է, ապրելու է, ով չի թալանում, դի մեռնի, այս է օկուպացիոն ռեժիմի։ Իսկ այդ ապրողներն էլ օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչներն են այս տարածքում։ Այս է կոլաբորանտ կառավարության ամբողջ գործներից են ալֆան ու օմեգան։ Եվ պետք չի զայրանալ, զարմանալ եւ այլն, ուղղակի պետք է հասկանալ դրանց բխող բոլոր հետևանքներով։ Հասկացանք, լուծումները կան, այսքանը։ Շնորհակալություն։